Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրակոս Միցոտակիսին անկախության օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում ասվում է. Հունաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ եղբայրական հույն ժողովրդին, մաղթելով ձեր երկրին խաղաղություն եւ բարգավաճում։ Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր են գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի եւ Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Համոզված են, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի, այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների։ Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով ընդունեք խնդրեմ ձերդ գերազանցություն խորին հարգանքիս հավաստիքը։ Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հունաստանին անկախության օրվա առթիվ։ Անկախության օրվա առթիվ մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքները Հունաստանի կառավարությանն ու եղբայրական ժողովրդին։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ երկարամյա բարեկամությունը, հիմնված փոխադարձ աջակցության, տարբեր ոլորտներում սերտ եւ ակտիվ համագործակցության վրա, նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայում են հայ եւ հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ եւ արդյունավետ համագործակցությանը, ինչն արժեվորում եւ բարձր են գնահատում, ասված է շնորհավորանքի մեջ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին եւ մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Պետեր Սիարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից են Երևանում եւ Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները։ Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ։ Երևանում է Իրանի արտգործնախարարը։ Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբաս Արաղչիի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակում նախատեսված է նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից օրակարգում են նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները։ Անահիտ Մանասյանը այցելել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործողությունների բաժանմունքի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի գլխավորի պաշտոնակատար Մաթիաս
BNK-ի հետ։ Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել կայուն համագործակցությունը։ Մարտի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 125 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 163, առանց վարորդական իրավունքի վկայականի 258 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 33, չամրակապված վարելու 689, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 272, վարելիս հեռախոսից օգտվելու 187, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 53 եւ 1557 այլ իրավախախտումներ, 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 321-ը տեխնիկական զննություն չանցած, 56-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 65 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12888 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 198, առանց վարորդական իրավունքի վկայականի 664 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 67, չամրակապված վարելու 2769, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 357, վարելիս հեռախոսից օգտվելու 495, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 42, արագության գերազանցման 1877 եւ 3857 այլ իրավախախտումներ, 415 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1315-ը տեխնիկական զննություն չանցած, 462-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը բեռնատարներ, 225-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 46 անձ։ Աբովյանի համայնքապետարանից զգուշացնում է, որ չնայած բազմաթիվ հորդորներին, Աբովյան քաղաքում պարբերաբար ականատես ենք լինում ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տգեղ սովորության։ Կենցաղային աղբի թափոնները առավելապես նկատվում են բազմաբնակարան շենքերին հարակից տարածքներում, ուստի խստագույնս զգուշացնում ենք բնակիչներին աղբը թափել բացառապես սահմանված վայրերում եւ շենքերին հարակից տեղադրված աղբամաններում։ Հարգելի բնակիչներ, Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը իրականացնում է մաքրության բարդ եւ ծավալ աշխատանք, հորդորում են գնահատել կոմունալ տնտեսության գործունեությունը, լինել հետևողական եւ հնարավորինս կանխել կարգազանց բնակիչների կողմից բակային տարածքները աղտոտելու փորձերը։ Աբովյանը մեր մեծ տունն է, յուրաքանչյուրս պետք է ցուցաբերենք սրտացավ մոտեցում եւ պահպանենք մաքրություն։ Մարտի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետր հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Մ-ի վարած Ford Transit մակնիշի եւ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բարիս Თ-ի վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը գլխի վայր շրջվել է, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 24-ից 25-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 8-ը նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են սպանության ու անձնական ունեցվածքի գողության 2-ական, այլ հանցագործության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու եւ պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք, հայտնաբերվել է 4 հետախուզվող կամավոր ներկայացել 3-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային 12 պատահար, 1 մարդ զոհվել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 8:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում Multi-Magic Mall-ի մոտ բախվել են Nissan Xterra, Acura, Chevrolet Malibu եւ Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Մարտի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 9:50-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի վարչական բնակավայրի Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն, հանդկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, ով մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը մարտի 25-ից 26-ը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկելու Ուկրաինայում կրակի դադարեցման հարցում Թուրքիայի հնարավոր ներդրումը եւ Անկարայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին։ Ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքի կենտրոնին, այս մասին ասվում է տեղի շրջանային ռազմական վարչակազմի հայտարարության մեջ։ Իշխանությունների տվյալով ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 65 մարդ, այդ թվում երեխաներ, վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, նաև դպրոցը։ Երեխաները գտնվում էին պաշտպանական կառույցում, այժմ նրանց տարհանում են, բոլորը ողջ են, ասել է ոստիկանության Սումի մարզային վարչության պետ Վոլոդիմիր Արտյուխը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարձակումը չի մեկնաբանել։ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակից ցուցարարների խումբը փորձել է արգելափակել Ստամբուլի առանցքային Գալաթայի կամուրջը, մեքենաների երթևեկությունը դադարել է։ Կալանավորված քաղաքապետի բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 19-ից քաղաքապետարանի հարակից հրապարակում, ինչպես նաև թուրքական մի շարք այլ քաղաքներում։ Ներքին գործերի նախարարության տվյալով ոստիկանությունը ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալել է ավելի քան 1100 մասնակցի, վիրավորվել է 123 ոստիկան։ Իսրայելի զինվորականները կիրակի գիշերը հարված են հասցրել Գազայի հարավում գտնվող ամենամեծ հիվանդանոցին, ինչի հետևանքով մեծ հրդեհ է առաջացել։ 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Հարվածը հասցվել է Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի վիրաբուժական մասնաշենքին օրեր անց, այն բանից հետո, երբ հաստատությունը ծանրաբեռնված էր զոհերով եւ վիրավորներով, երբ Իսրայելն անցած շաբաթ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում օդային հարվածների անակնկալ ալիքով։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով կիրակի գիշերը տեղի ունեցած հարվածի ժամանակ զոհվածների թվում 16-ամյա մի տղա էր, որը 2 օր առաջ վիրահատվել էր։ Սպանվել է նաև Համասի քաղաքական բյուրոյի անդամ Իսմայիլ Բարհումը, որը բուժվում էր հիվանդանոցում։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարսելերնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ Ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես դմեռային անվադողերով։ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-ից 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-ից 28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-ից 14 աստիճանով։ Երևանում մարտի 26-ից 28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-ից 14, երեկոյան 6-ից 8 աստիճան։